Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ բին Սալմանը այսօր կհանդիպի նախագահ Թրամփի հետ։ Կարծես թե վերջ դնելով Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը, Ջամալ Խաշոգչիի սպանությունից հետո սկսված միջազգային մեկուսացմանը։ Ժամանակին անցանկալի անց համարվող արքայազնի այցը նշանավորվում է նրա վերադարձը որպես թագավորության ժառանգորդ եւ համաշխարհային ազդեցիկ առաջնորդ։ Արդեն 7 տարի է անցել եւ գահաժառանգի հեղինակությունն անշուշտ տուժել է 2018 թվականի հոկտեմբերին Ջամալ Խաշոգջիի սպանության հետ իր առնչության պատճառով, սակայն այս այցի նշանակությունը թերևս բխում է մի քանի տեսանկյունից։ Նախ այն պարզապես վերահաստատում է, որ Մոհամմեդ բին Սալմանը վերադարձել է, որ անգամ այդ ողջ ժամանակահատվածում Ամերիկա-Սաուդյան հարաբերությունների պահպանումից զատ, հենց ինքը Մոհամմեդ բին Սալմանը ցանկալի է առնվազն նախագահի կողմից Վաշինգտոնում եւ որ նա այլևս մեկուսացման մեջ չէ։ Ջամալ Խաշոգչին սաուդցի լրագրող եւ Washington Post-ի սյունակագիրն էր, որը հայտնի էր Սաուդյան Արաբիայի իշխանությունների, մասնավորապես Մոհամմեդ բին Սալմանի հասցեին իր քննադատությամբ։ Լրագրողի սպանությունից հետո իմպուլսիվ առաջնորդ համարվող Մոհամմեդ բին Սալմանը վերջին տարիներին արմատապես փոխել է իր կերպարը։ Արտաքին քաղաքականության մեջ նա իրեն դրսևորում է որպես տարածաշրջանային խաղաղարար, կարգավորելով հարաբերություններն Իրանի հետ, իսկ երկրի ներսում իրականացնում է սոցիալական հեղափոխություն, ընդլայնելով կանանց իրավունքները։ Այս երկու ուղղություններով նա նպատակ ունի Սաուդյան Արաբիան փակ աստվածապետությունից վերածել աշխարհին ինտեգրված կայունացող ուժի։ Այդ միջադեպն իսկապես ցավալի էր բոլոր սաուդցիների համար, եւ ես հավատում եմ, որ այն ցավալի է աշխարհի յուրաքանչյուր մարդու համար։ Դա զարհուրելի հանցագործություն է, որը արդարացում չունի։ Այսօր Սաուդյան Արաբիայի թագավորությունը ձեռնարկում է բոլոր իրավական միջոցները հետաքննությունն ավարտին հասցնելու, Թուրքիայի կառավարության հետ համագործակցելով եզրակացությունների հանգելու եւ հանցագործներին դատարանի առաջ կանգնեցնելու համար, որպեսզի նրանք ստանան իրենց պատիժը։ Սակայն նույն ձեռքը, որը բացեց հասարակության ազատության դուռը, երկաթե բռունցքով լռեցրեց ցանկացած այլախոհություն։ Քննադատները բանտարկվեցին, իսկ հակառակորդ իշխանական կենտրոնները ոչնչացվեցին։ 2017 թվականին Ռիադի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած զանգվածային ձերբակալությունները, երբ տասնյակ արքայազններ ու գործարարներ մեկուսացվեցին կոռուպցիայի մեղադրանքով, ամրապնդեցին նրա բացարձակ իշխանությունը։ Ուղերձը պարզ էր, բարեփոխումներն իրականացվում են միայն Մոհամմեդ բին Սալմանի թույլատվությամբ, եւ դրա գինը նրան անվերապահ հավատարմությունն է։ Նախագահ Թրամփի առաջին պաշտոնավարման ընթացքում մարդու իրավունքների վրա ըստ էության շեշտադրում չի արվում, ուստի դա շատ ավելի քիչ խոչընդոտ է այս հարաբերությունների համար։ Անշուշտ նախագահի կողմնակիցներից ոմանք մեծապես կարևորում են Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը, սակայն ինքը նախագահը կարծես թե պատրաստ է մի շարք կողմնակի գործարքներ կնքել առանց դա իր բանակցությունների առանցք դարձնելու։ Փորձագետները համակարծիք են, որ Խաշոգչիի գործը մոռացված չէ, սակայն այն այլևս որոշիչ գործոն չէ, նշելով, որ Ամերիկային անհրաժեշտ են ծոցի ածխաջրածնային էներգիան ու կապիտալը։ Սաուդյան Արաբիան հիանալի դաշնակից է եղել, բայց այն, ինչ տեղի ունեցավ, անընդունելի է։ Մենք դեռ կհետևենք զարգացումներին։ Նրանք ձերբակալել են, պարզապես տեղեկացնեմ, սեղանի շուրջ նստածներին, մեծ թվով մարդկանց, որոնք առնչություն ունեն Թուրքիայում եւ Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում տեղի ունեցած միջադեպի հետ։ Դա ընդհանրապես առաջին քայլն է, բայց մեծ քայլ է։ Մասնագետների պնդմամբ սպասվող այցը ոչ միայն խորհրդանշում է բին Սալմանի դիրքերի վերականգնումը, այլև ընդգծում է մի նոր իրողություն, որտեղ աշխարհաքաղաքական շահերը եւ գործարքային դիվանագիտությունը գերակայում են մարդու իրավունքների շուրջ բարոյական մտահոգություններին։ Մի աշխարհում, որտեղ երբեմնի գրոհային Սիրիայի առաջնորդին կրկին ընդունում են արաբական գագաթնաժողովներում, Սաուդյան արքայազնի վերականգնումն այլևս արտարոց չի թվում։ Այն ցույց է տալիս, որ բավականաչափ ռազմավարական եւ տնտեսական լծակներ ունենալու դեպքում այնպիսի լույս է ճառագում, որ անգամ ամենամռայլ ստվերները կարող են սրվել։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։